մի հատ իրավիճակ է ստեղծել, որ իրանք չեն աջակցում, բայց Վեհարանի կաթողիկոսի եկեղեցու շուրջ էլ հասարակական կոնսոլիդացիա չկա։ Տեսնում եք, հիմնականում էս անզուս կամպանիան ընթանում է հասարակական բացակայությամբ, հասարակության։ Մյուս կողմից այս ամենում իր պատասխանատվության բաժինը նաև վեհապար Հայրապետ ունի, հազար ներողություն իր որդիական խոնարհումս նրան, բայց չեմ կարող չնկատել, որ մեր բարձրագույն հոգևորականությունը փակվել է մայրաթորի պատերից ներս եւ հասարակության հետ դրա կոմունիկացիան շատ թույլ է։ Այս շգնաժամը տրիգեր կլիներ, որպեսզի վեհապարը գնար բարեփոխումների, ռեֆորմների եկեղեցու ներսում։ Ոչ այդ ռեֆորմներն ենք տեսնում, ոչ հասարակության հետ կոմունիկացիոն կանալների ստեղծումն ենք տեսնում։ Օրինակ ինչի է վեհապարը փակվել մայրաթորի տարածքում եւ չի անում այն, ինչ հենց ինքը պետք է աներ, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Ամեն կիրակի Նիկոլ բանը վեհապարը պետք է հերոս սահմանային գյուղում, մարզերում, Երևանի տարբեր համայնքներում ինքը մասնակիցը եւ վարողը պետք է լիներ պատարակների եւ այդպիսով մեր հասարակությանը եկեղեցու շուրջ համախմբեր։ Բայց մենք այդ քայլերը ցավոք սրտի չենք տեսնում։ Ես առայժմ չեմ ուզում ենթադրություններ անել եկեղեցու վեհապարի եւ եկեղեցու այս սպասողական մարտավարությունը ինչի հետևանք է, ունեմ իմ կարծիքը, բայց կաշկանդված եմ, չեմ ուզում ինչ-որ բան ասել, որը կարող է իշխանության պրոպագանդայի ջրաղացին ջուր լցնել։ Դեկտեմբերի 10-12-ը ժողով են մի բան, հեսա ժողովին կգանք շատ հանգամանալից, բայց մի բան ասեմ, Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական հակաեկեղեցական կամպանիան չեզոքացնելուց, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո իսկապես հանրային դիսկուրսի առարկա պիտի դառնա մեր եկեղեցու ռեֆորմի հարցը, որտեվ ցավով պիտի արձանագրեմ, թերևս առաջի անգամ եմ նման բաց տեքստով ասում, մեր հոգևոր բարձրագույն էլիտան տկար է եւ մի շարք որակներ, որոնք անհրաժեշտ են այդ էլիտային, նրա մոտ բացակայում է։ Նաեւ դա է Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված եկեղեցին օկուպացնելու քաղաքականության հաջողության գրավականներից մեկը։ Միայն ռեպրեսիաներով նա չէր կարող հաջողել, եթե մենք ունենայինք խիզախելու եւ կամք ունեցող հոգեվորականություն։ Եթե նա 10 հերցվածող տիրադավ հուդայացած եպիսկոպոսներ գտել է 57-ի մեջ, կնշանակի մեր եկեղեցու պատերի ներսում պատահապաշտությունը ծաղկում է։ Ասում եմ ես այսօր այս թեմաների մասին հանգամանալից չեմ խոսի, որպեսզի ընդհանրեն իշխանության պրոպագանդայի ջրաղացին ջուր չլցնեմ։ Բայց մյուս կողմից շատ երկար չենք կարող անտեսել այս խնդիրները, որովհետև կրկնում եմ, ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ուղղակի բարոյապես սպանվում եմ ամեն օր մամուլը բացելով եւ հակամարտ եկեղեցականների փոխադարձ մեղադրանքները կարդալուց հետո։ Անձերի հեղինակությունը ինչ չեն հետաքրքրում։ Եկեղեցի ինստիտուտն է արժեզրկվում։